Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին զոհվել է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը գիշերը հարվածել է Լարիջանիի գտնվելու վայրին։ Մահվան լուրի տարածմանը զուգահեռ Լարիջանիի օգտահաշիվը ցավակցական ուղերձ է հղել Դենա Նավի անձնակազմի հուղարկավորության առիթով։ Այլ հերքում կամ հաստատում դեռևս չկա։ Իսրայելական կողմը նաև հայտնել է իրանական Բասիջ կազմակերպության ղեկավարի սպանության մասին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է լարվածության նվազեցման կամ ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին առաջարկները։ Դրանք Թեհրանին փոխանցել էին միջնորդ երկու երկիր։ Ըստ Reuters-ի Խամենեի դիրքորոշումը ԱՄՆ-ից և Իսրայելից վրեժ լուծելու շատ կոշտ և լուրջ է։ To the brave people of Iran, I wish you, as I do every year, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է Իրանի ժողովրդին շնորհավորելով իրանական նոր տարվա Նովրուզի կապակցությամբ։ Այս ելույթը տեղի է ունեցել համացանցում շրջանառվող այն լուրերի ֆոնին, թե վարչապետն իբր մահացել է, իսկ նրա վերջին տեսանյութերը կեղծված է արհեստական բանականության միջոցով։ Նեթանյահուն մաղթել է երջանիկ Նովրուզ, ազատության տարի և հույսի նոր սկիզբ։ take this opportunity. Իրանական հրթիռներն ընկել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի մոտակա տարածքում, հայտնել է իրանական Թասնիմ գործակալությունը։ Որոշ իսրայելական լրատվամիջոցներ հայտնել են, որ իրենց հակաօդային պաշտպանությունը միայն մեկ իրանական հրթիռ է որսացել, իսկ մնացած հարվածները հասել են թիրախներին։ Հրթիռային հարվածները հասցվել Երուսաղեմի դիրքերին, մի քանի կարևոր նշանակության օբյեկտների։ Իրանցի ժողովրդի պատմական հաղթանակը Էփշտեյնի կղզու մնացորդների նկատմամբ մոտ է, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա նշել է մեջբերում. 47 տարի առաջ Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծման նախօրեին մոլորյալ վարչապետ Փահլավին ասում էր, թե փողոցներում հավաքված ժողովրդի վանկարկումներն իրական չեն և ձայնագրություն են։ Այժմ Թրամփը ասում է, որ Իրանի քաղաքներում տեղի ունեցող միլիոնավոր հակաամերիկյան և հակաիսրայելական ցույցերի կադրերը արհեստական բանականությամբ են ստեղծված։ Մեջբերման ավարտը։ Համաշխարհային պատերազմի վերաբերյալ հայտարարություններից հետո Թրամփը վստահեցրել է, թե Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը երկար չի տևի։ Միևնույն ժամանակ հարցին, թե արդյոք պատերազմը կարող է ավարտվել այս շաբաթ, նա պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում»։ Թրամփը կրկին կոչ է արել Հորմուզի նեղուցով նավթ ստացող երկրներին օգնել ԱՄՆ-ին, ռազմանավեր ուղարկելով նեղուց։ Թրամփի սպասելիքների ֆոնին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է և այլևս չի վերադառնա իր նախկին կյանքին, քանի որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ներկայությամբ այլևս անվտանգություն չկա։ Իսրայելական բանակը հայտարարել է Թեհրանին նոր հարվածներ հասցնելու մասին, մասնավորապես թիրախավորվել են կառավարական շենքերը։ Զուգահեռ Իրանը հարձակման է անցել Իրաքում, մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռային հարձակման է ենթարկվել, իսկ Դուբայի օդանավակայանի մոտ հզոր պայթյուն է եղել, որին հաջորդել է խոշոր հրդեհ։ Սա պատասխանն է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարություններին Իրանի և Լիբանանի դեմ նոր մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ։ Իսկ Axios-ի տեղեկությունը, թե իրանական կողմը բանակցություններ է վարում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, առավոտյան հերքել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Մեջբերում. «Ես Ուիթքոֆին հանդիպել եմ մինչ նրա գործատուի Իրանի անօրինական հարված հասցնելը, նկատի ունենալով Դոնալդ Թրամփին։ Բանակցություններն ավարտվել են մեր երկրի դեմ ռազմական գործողություն սկսելու պահից»։ Այս ընթացքում համացանցում բուռն քննարկվում էր, որ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդին ևս սպանել է իսրայելական բանակը, սակայն Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարը հայտարարել է, որ այաթոլլա Մոջթաբա Խամենեին լավ է և շուտով կարող է նոր ելույթ ունենալ։ Արմավիր քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում այսօր կախված հայտնաբերված կալանավորը 1973 թվականին ծնված տղամարդ է, ով կալանավորվել էր ընդամենը 4 օր առաջ։ Սպուտնիկ Արմենիային մանրամասները հայտնել քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Առավոտյան ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր առեղծվածային և ողբերգական դեպքի մասին։ Արմավիր քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել էր կալանավորի դի։ Ֆոտոլրագրողը նշել էր նաև, որ քրեակատարողական հիմնարկում իրավիճակը լարված է։ Մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։ Նավիկյանը շեշտել է, որ այս կալանավորները դեպքի հետ որևէ աղերս չունեն։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախորդին տեղի ունեցած 1.5 տարեկան երեխային մահվան հասցնելու աղմկահարույց դեպքին։ Նյուզեեմի մեր գործընկերոջ հետ զրույցում նախարարը նշել է, որ ահազանգը ստացել են բժշկական կենտրոնից։ Դեպքը ոչ թե պատահականություն է, այլ դիտավորություն։ Ունեցել ենք ահազանգ բժշկական կենտրոնից, որ երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Մեր իրականացված օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունք է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է։ Հաղորդում է ուղարկվել անմիջապես նախարարության կողմից քննչական կոմիտե, նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ եւ այն անձը, ով որ մեր տվյալներով կասկածում է այդ արարքի կատարման համար, անմիջապես ձերբակալվել է։ Երեք հայտնի էր դարձել, որ կլինիկական մահ ախտորոշմամբ 1 տարեկան 2 ամսական տղա երեխա է տեղափոխվել Արաբգիր բժշկական կենտրոն։ Ավելի ուշ պարզվել էր, որ երեխային ծեծի ենթարկողը նրա խորթ մայրն է։ Բժշկական կենտրոնից այսօր հայտնել են, որ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալները զրկված են որևէ ինստիտուցիոնալ պաշտպանությունից, ինչի մասին ահազանգել է փաստաբան Լուսիան Նամինասյանը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին նույնիսկ թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին։ Ըստ Մինասյանի, դատավարությունների ավարտից արդեն 1 ամիս է անցել, սակայն ոչ Վարդանյանը, ոչ էլ մյուս հայ բանտարկյալները պաշտոնական դատավճիռները չեն ստացել որևէ լեզվով, լինի դա ռուսերեն, հայերեն, թե ադրբեջաներեն։ Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցների վիճակի մասին հուսալի տեղեկատվության բացակայությունը եւ Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների լուծարումը ներառյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության սահմանափակումները գերիներին թողնում են լիակատար անպաշտպան վիճակում։ Փաստաբանը նշել է, որ ներկայումս միակ հույսը հազվադեպ ու կարճատև հեռախոսազանգերն են, որոնք բանտարկյալների վերջին կապն են ընտանիքների հետ, սակայն առկա է մտավախություն, որ նույնիսկ այդ հնարավորությունը կարող է արգելվել։ Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չունենք, որպես այսպիսին հայերի շարժ դեպի Հայաստան չկա։ Ճեպազրույցի ընթացքում հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինենյանը, սակայն չգիտի, թե իրականում քանի իրանահայ իրավիճակը սրվելուց հետո եկել Հայաստան։ Այս պահին իհարկե անընդհատ փորձում ենք կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում կապնվել, բայց հիմնականում ոչ։ Մարդիկ տներում են զգուշ, փորձում են պարզապես վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում։ Սինանյանը հավելել է, թե խոսք կար, որ թեթև վիրավորում ստացած 2 հայ ունենք, սակայն պարզվում է, այնքան էլ հստակ չի եղել ինformasyon. Değerli arkadaşlar, biliyorsunuz biz 10 Mart mutabakatını nasıl destekliyoruz? Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է կուլիսային բանակցությունների, թեև պաշտոնական դիվանագիտության համար պայմաններն այս պահին նպաստավոր չեն։ Նախարարը նշել է, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը դեռևս պատրաստ չեն լիարժեք վերսկսել բանակցությունները, սակայն իրանական կողմը բաց է մնում հետնաբեմային կապերի եւ ցանկացած խելամիտ դիվանագիտության համար։ Daha öncelikli bir politika olarak. Ըստ Ֆիդանի, Իրանն իրեն դավաճանված է զգում, քանի որ միջուկային ծրագրի շուրջ նախկինում ընթացող բանակցությունների ժամանակ ենթարկվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումներին։ Սա լրացուցիչ բարդություններ է ստեղծել վստահության վերականգնման ճանապարհին։ Նա նշել է Անկարայի հստակ դիրքորոշումը զերծ մնալ հակամարտությունից։ Ֆիդանի խոսքով, չնայած իրենց նկատմամբ արկա սադրանքներին, Թուրքիան հաստատակամ է այս պատերազմից դուրս մնալու հարցում։